ամենաառաջի պահից տղաներով զբաղվել են նրանց ընտանիքին հարազատ մարդիկ։ Վարդուհին, մեր Վարդուհի Երբակյանը, այո, եւ Լուսինե Մարտիրոսյանը, որոնք նաեւ ընտանիքի հետ կապ ունեն, դասընկերոջ մայրն է։ Այո, Վարդուհի Երբակյանի որդին համադասարանցի։ Այո, եւ իդեպ ես այս պահին ուզում եմ իմ բարերով մի քիչ դժվարանամ արտահայտեմ, բայց իմ հիացմունքը հայտնեմ դասարանցիների եւ նրանց ընտանիքի, նրանց ծնողների նկատմամբ, իրենք ուղղակի շատ լավ օրինակ են ցույց տալի, թե ինչպես կարելի է նեղն ընկած ընկերոջը շարի մեջ հայտնված, անարդարության մեջ հայտնված ընկերոջը, այսպես արդեն ինչքան է 1-2 օր չի, 10 օր է, ամեն օր հետևողականորեն երեխաները գնում են իրենց պատկերացրածի չափով, իրենց հասկացածի չափով փորձում են իրենց ընկերոջ հարցը բարձրաձայնել։ Ուղղակի հիացմունքս եմ ուզում հայտնել։ Վերադառնալով, ես երբ որ արդեն երրորդ օրը ոչ միայն ես, այլև ընտանիքի մյուս փաստաբանների համաձայնությամբ եւ կամ գուցե նույնիսկ նախաձեռնությամբ չեմ կարող ասել, մեզ առաջարկեցին, որպեսզի մենք ներգրավենք, մենք ներգրավեցինք մեր 5 իրավապաշտպաններից ինձնից բացի Սերգեյ Հարությունյան եւ Արսենե Բաբայան, Արամ Վարդևանյանը, որը ներկայացման քարիք չունի, Հակոբ Գյուրեգյանը, Արամի հետ միասին աշխատող, ուրեմն Արմեն Մելքոնյանը, մենք բոլորովս ներգրավվեցինք եւ մենք արդեն իսկ որոշակի կարծրատիպերով ենք ներգրավել այս գործին, որը նիկոլական քարոզչությանը հաջողվել էր առաջի 2 օրվա մեջ բոլորիս մեջ մտցնել։ Կարծրատիպ առաջին, որ իբրև թե նախահարցակ գործողությունը կատարել է երեխան, կատարել է Դավիթը։ Դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Կարծրատիպ երկրորդ, որ նրա այդ գործողությունը ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դրա մասին էլ հիմա մենք կխոսենք։ Այս երկուսը հիմնական կարծրատիպերը են։ Բայց ամբողջական պատկերը կազմելու համար ես հիմա մի քանի փաստեր կասեմ, որ տեսանյութերով հաստատվում են, ոչ միայն այն տեսանյութով, որ դուք եք։ Չէ, շատ տեսանյութեր կան տարբեր կողմերից, այո, հաստատվում է։